Օրը նոր է սկսվել, հետո տեղամասը փոխվել է, իրականում շատ մարդիկ գնում են տուն տեղամաս գնում։ Տուն տեղամաս տեղը իմանում են գալիս են, կարծում եմ օրվա ընթացքում կակտիվանա, որովհետև շատ ակտիվ մասնակցություն ենք սպասում իրականում։ Լավ տրամադրությունն է։ Շատ բարձր։ Փոխանցեմ դժգոհությունները ձեզ շատ սիրողների, ասում են մենք սպասում ենք հետաքրքիր շոու։ Ամենահամեստ քարոզարշավ իրականացնողներից մեկը եղաք։ Ինչու՞։ Ինչ առումով ամենահամեստ։ Մտածում էին, որ երևի դուք նաև համերգով կանփոփեք ձեր քարոզարշավը, բայց փաստորեն Ես ամենասկզբից քարոզարշավի բոլորին ասել եմ, որ Hayat Project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու, որովհետև ես չեմ ուզում առավելություն ստանամ երիտասարդների դաշտում, որը այսպես թե այնպես ունեմ։ Ասում են, որ ձեր ընտրողը ի դեպ մինչև 35-ն է, եւ դուք գողացել եք հենց այդ սեգմենտին, որը ամենապասիվ ընտրողն է բոլոր ընտրական գործընթացներով։ Համաձայն եք։ Ես չեմ գողացել, ես հալալ քրտիկով վաստակել եմ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք բոլորը գան ընտրատեղամասեր, կոչ եմ անում հատկապես երիտասարդներին անպայման գալ մասնակցել, որովհետև այս քաղաքը կարիք ունի իրոք երիտասարդանալու։ Ես օրինակ իմ առաքելություններից մեկը պատկերացնում եմ հենց դա, որ Գյումրին պետք է ստանա երիտասարդական ընթացք։ Այո, շատ կարևոր է։ Զարգացումներ սպասում եք կողմից։ Ինչ առումով։ Ամիջև օրվա վերջին Արկածախնդիրների զարգացումը։ Դե օրը ցույց կտա, ամեն դեպքում ես այս պայի դրությամբ կարող եմ փաստել, նաև վերջի 15 օրը շատ լավ վերլուծելուց հետո, որ ընդդիմադիր տեխնացուները մրցում են ոչ թե քաղաքացիական պայմանների կուսակցության հետ, այլ պետական վարչական ռեսուրսի եւ Սարիկ Մինասյանի ԱԱՑ-ի ղեկավար բարեկամի հետ։ Ինչ է անում ԱԱՑ ղեկավար բարեկամը։ Ինչ որ բաներ։ Մասնավորապես Ինչ որ բաներ։ բարևում է մարդկանց, անցնում է, ստիպում է որ գնան իշխանության ընտրեն։ Օդում կախված լուրերի համաձայն ինչ որ բաներ անում է, օրվա վերջ կերևան։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանն է օդում կախված լուրերի համաձայն պնդումներ անում, ինչը այդքան հավաստի չի։ Դե վատ օրինակները վարակիչ են, Նարեկ ջան, մենք փորձում ենք վատ օրինակով լավ երկիր կառուցել։ Սպասենք ընտրեք նոր շարունակենք։ Հա։ Համեցեք։ Կանոնը ինչպեսի քույր կատարել։ Ժողովուրդ միկրոֆոնները ներքև դեմքը ամբողջությամբ փակեցիք։ Ներքև երեխեք։ Իջի։ Մամա, սկսենք։ Հանուն ինչպեսի քույր ընտրություն կատարեցիք։ Հայկական երիտասարդ զարգացող ավանդույթներով լի, արժեքներով լի, դեպի առաջ ընկածող, անցյալի հետ կռիվ չունեցող, ներկայում լուսավոր ապագան ստեղծող։ Մխիթարյան այս պահին ինչ մտահոգիչ լուրեր եք ստանում։ Անկեղծ ասած դեռևս էական մտահոգիչ բաներ չեն ստացել, ուղղակի տեղամասեր կան, որտեղ կուտակումներն են շատ, հիմա այդ կարելի է թե դրական առումով դիտարկել, թե բացասական, ամենայն դեպս բազմաթիվ դիտորդներ կան, լրագրողներ կան, ստավացանցիկ կան, կարծում եմ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Պարոն Մխիթարյան, եթե ընտրվեք սուսուփուս քաղաքապետ եք լինելու, այսինքն քաղաքի հոգսերով, թե ընդդիմադիր գործիչ եք լինելու, ով պայքարելու է Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։ Դուք այն օրը դեբատը տեսել եք։ Այո։ Ես սուսուփուս էի։
Դե այդ ժամանակ տեխնացու եք, ես քաղաքապետի կարգավիճակով եմ հարցնում։ Ապրենք կտեսնենք որ։ Հայրան ձեր հետևորդների թիվը ինչքանով ավելացա բանալի։ Ես կներեք այդ անլուրջ վերլուծություն եմ համարում։ Իմ հետևորդների թիվը 2019 թվականից է ավելացել, դեպի 145,000 է։ Այդ ստաբիլ այն զանգվածն է, որը մնացել է ու գնալով ավելանում է, բայց նա 100 հետևորդ գալիս է, 500 հետևորդ գնում է, դրանով վերլուծել, որ ինչ-որ էֆեկտիվ քայլ է սարել քաղաքականության մեջ կամ դեբատներում հաջողություն է գրանցել, եւ քեզ 5 հարց են տալիս, 5 հարցի մոտ կոնկրետ պատասխան չունես։ Մի խոսքով կարծում եմ մեր գյումրեցիները վերլուծություններ արել են դեբատներից, Քարոզարշավից են վերլուծություններ արել, այն չի, որ հիմա մենք այս շփազրույցի ընթացքում մարդկանց մոտ ինչ-որ կարծիք կամ տպավորություն պետք է փոխենք, մարդիկ բավականին երկար ժամանակի արդեն իրենց ընտրությունը, իրենց որոշումը կայացրել են։ Տեսնենք մի քանի ժամ մնաց։ Պարոն Մխիթարյան, տպավորություն է, որ ընդդիմությունը պայքար այսպեսի լուր տարածվեց երեք, որ միասնական տեխնացու կա, որը Վարդուն Գրիգորյանն է, իսկ դուք շարժումը այստեղից տանելու եք դեպի հաղթական շարժումը տանելու եք դեպի Երևան։ Ես նման բան չեմ լսել, ասած, որովհետև ոչ մի տեխնացուի հետ ընդդիմադիր ոչ մի տեսակի քննարկում իմ կողմից ամեն դեպքում չի եղել, ոչ մի տեխնացուի հետ։ Այսինքն հանդիպումներ չեն եղել, պարոն Մխիթարյան։ Հանդիպում եղել են, մի վարքան, հանդիպումներ եղել են պատահական եւ իմ ընկերոջ մոտ հանդիպել են պատահական Արտյոմի Ղարաղազարյան, ոչ մի բան չեն քննարկել, բացի թաղի տղան եմ մանկության ընկերն է, ընթացիկ ինչ-որ բաներ են քննարկել եւ հանդիպում տեսել եք գնացել եմ Մարտունին եմ տեսել եւ Կարենին եմ Սիմոնյան տեսել եւ որ Պարոն Ավագանու մանդատը պահելու եք, եթե մեծամասնություն չկազմեք, բայց անցնեք, դուք անձամբ Ավագանի անդամ Եվ փոխ քաղաքապետ պատրաստ եք աշխատել, նաև այս մոտ։ Ժողովուրդ ջան, Ավագանի մանդատը իհարկե պահելու եմ, մնացած հարցերը ընտրություններից հետո գիշերը պարզ կդառնա։ Պարոն Մխիթարյան, ի վերջո պարզ եղավ ձեզ համար ինչու ձեր ընկերների մյուզիկ հոլը հայատը չի վճարել, աղբանության վճարը, եթե դա իրականության իրականության պատասխանում է, այո, անպարտաճանաչ մարդիկ են, առաջարկեցի, որ կգանեն իրենց ովքեր են անպարտաճանաչ։ Իմ ընկերները անպարտաճանաչ մարդիկ են, ամոթ իրենց։ Պարոն Մխիթարյան, այսօր է ձեր վարչական ռեսուրսը գաղթի տեմտիմատի տեխնացուների Երեխեք ջան, չեմ լսել, մի վարքան։ Այսօր ի վերջո վարչական ռեսուրսը գաղթի, թե ընտիմատի տեխնացուները գաղթեն Գյումրիում։ Ամեն ինչ գյումրեցիների ձեռքում է եւ ոչ մի վարչական ռեսուրս չի կարողանալու դիմակայել, եթե մարդիկ տնից դուրս գան ու գան ընտրության։ Բարձր մասնակցության դիմաց ոչ մի բան, ոչ մի վարչական ռեսուրս, ոչ մի այն նախորդ ճեպազրույցի ժամանակ քննչականի մոտ արտահայտություններով ջավախի ցնդիկներ են բերում։ Հիմա ոչ մի նման Ջավախում հնդիկներ չկա։ Դե գիտեմ, ուղղակի լեզվի սայտակում է ջավախեցի շատ լավ ընկերներ ունեմ։ Գիտեմ, որ Սարիկն է ջավախեցի լավ ընկեր ունի։ Եվ տեսնենք, թե ինչ է լինելու վերջում, էլի։ Պարոն Մխիթարյան, նաև անհանգստություն կա, որ բախումներ կարող է լինեն այսօր։ Իշխանության տեխնացուին անձնական դաշնամի համարում եք։ Պարոն Մխիթարյան, ինչպես եք, եթե դառնա քաղաքապետ, ինչպես եք պատկերացնում ձեր եւ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, մենք տեսնում ենք դիմադի քաղաքապետների, ովքեր դիմում եւ հիմնավորում են նրանք եւ հիմարում է այսօր։ Դուք ինչպես եք Ծաղկե փնջերից ինչպես եք հրաժարվել, թեև մենք նաև հրաժարվածներից ենք։